Ես էլ քիան։ Անը դիքի թափակվեց, ինչ եղեց։ Այս զրահապատ մեքենայով եք ես կանացել ու ջարդեի բանանը հոկացան։ Ինչ կա երեխեքանը։ Դեռ քաղաքապետ էլի զրահապատով եք, թե Հիմա դա քեզ ինչ կարևորը դες խառնվել է։ Հա, այնքան ժամանակ եմ զրահապատ մեքենայով պատդվելու, մինչև այն 2007 թվականի սպանությունները չի բացահայտվում։ Երբ որ 2007 թվականի 4 տղայի եւ քաղաքապետ փոխքաղաքապետի գործերը բացահայտվեց, այդ ժամանակ էլ զրահապատ մեքենայով չենք պատդվի։ Պարոն Հոկասյան ասում են, որ ԿՊ-ն ձեզ թիրախավորում է։ Այո, բայց դուք լինեք չեք վախենա, որ ասենք պատկերացեք։ Հարց բռնելուց, չեք վախենա։ Պարոն Հոկասյան, Վախենում ենք, որ գործերը բացահայտված չէ դրա համար, այսինքն հանցագործները դուրսն են։ Հասկանալի է։ ԿՊ-ի համար հարմար տեխնացու է։ Որ ինչ։ Ձեր վրա լիքը քրեական գործեր կան, վերջում դրանցով շնշելու են եւ վանատորի սցենարը կրկնվելու է Գյումրին։ Ուրեմն իշխանազավթվելու։ մտքով ուղեղով որ մտածում ես, ճիշտ են մտածում, բայց ինձ ճանաչելով չեն կարող այդպես բան մտածել, որովհետեւ ես երբեք ոչ ծախվել եմ, ոչ որևիցե մեկը կարող է այդպեսի բարոյական իրավունք ունի իմ նկատմամբ։ Ես հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ գնացողը չեմ, թեկուզ ոտքս է կդրվի, ձեռքս է կդրվի։ Ինձ համար ամենաբարձրը դա Հայաստանի Հանրապետությունն է եւ հայ ժողովուրդն է։ Բարի։ Բայց 18-ն ինչ է բադայել, 18-ն ինչ անենք։ 18 թվին չգիտեք, որ հայրենիքի դավաճաններ են գալու։ Ինչ 18 թվական։ Որ գորում եք ճղա, Ուրեմն ասեմ քեզ, ուրեմն ուշադիր լսի։ Ուրեմն 18 թվականին, որ ասում էի քայլ արա Մերժի Սերժին, ուրեմն շատ ճիշտ եմ արել, որովհետև չէի ուզում, որ այդ իշխանությունը մնար երկրի ղեկավար եւ չգիտեի, որ այդ ղեկավարությունը բերել է այսօրվա ԿՊ-ին, Նիկոլին, եւ չէի պատկերացնում, որ երկուսը իրար հետ համագործակցված այդպես աշխատում են։ Եթե գիտենայի, ուրիշ ձևի կանեի, բայց չէի ուզում, որ նախկինը մնար։ Ես դա բարձրաձայն ասում եմ, եւ դուք էլ այդ կանեք խառնվում, որ այնպես ձեզ ցավ, ուրեմն ձեզ եկան, այլ սպասի։ Ուրեմն դե հիմա ասեմ, 2007 թվականին էր դա, երբ որ ասում էի, ուրեմն հիվանդանոցից եկած իմ տեսքս տեսնում եք, եւ ես ինձ ասում էին, թե գիտեք ինչ կա, հանրապետական կուսակցության, ուրեմն թշնամիներն են ձեզ խփել, բայց ակասվեց ես զգում էի, թե ուր է, հետո դրանից հետո հասկացանք, թե ուր է գնում այդ պոչը։ Եվ դրա համար մենք լավ մինչև հիմա հասկանում ենք, թե ով կարող էր դա արած լիներ, հասկանալի է։ Եվ ես քաղաքապետ էի, ուրեմն այն ժամանակ չէի ուզում ընդհանրապես կուսակցական պատկանելություն ունենայի, բայց կուսակցությունները անատներին խեղդում էին։ Մի խոսքով իրանց խնդրանքով դարա հանրապետական։ Եվ ես 2007-ից մինչև 2012 թվականը հանրապետականի նիստերին ոչ մեկին չեմ մասնակցել, ոչ ուրեմն անդամավճար եմ մուծել, ոչ էլ ես ինձ կուսակցական եմ դասել։ Հետո այդքան ինչ ես ցավում դու որ կառույցնես, որ այդպես հանրապետական ես։ Չէ, զգում եմ որ դու հանրապետական ես։ Հələ մի րոպե սպասեք, մեկը դասեք, հասկանամ ինչ եք ասում։ Շանսեր ինչպես է գնահատում եւ ընդդիմության միավորումը հավանական համարում եք պատրաստ։ Միանշանակ ընդդիմությունը ուրեմն այսպես ես բարձրաձայնել եմ եւ ասել եմ, ով շատ ձայն կհավաքի, ուրեմն նրան, եթե ինձանից որևիցե մեկը ընդդիմությունից շատ ձայներ հավաքեց, միանշանակ մենք միանալու ենք իրեն եւ առանց պաշտոն զբաղեցնելու։ Իսկ եթե ես շատ ձայներ հավաքեցի, ուրեմն այդ սկզբունքը պետք է կիրառեն։ Եթե այդպես չկիրառեն, նշանակ ով չհամաձայնվեց, ուրեմն ԿՊ-ի հետ համագործակցում է։ Բայց քննարկել եք արդեն այդ թեմայով մյուսներին։ Ոչ մեկի հետ քննարկում չեմ ունեցել, ոչ մեկին չեմ տեսել, ես ընդհանրապես քաղաքական չեմ խոսում, ես խոսում եմ ճշմարտությունը եւ հույսով եմ, որ այդպես բոլորն է պետք է մտածեն։ Եթե ոչ, ես ուրեմն այնպես կանեմ, որ բոլորը կիմանաք, ամբողջ քաղաքը եւ երկիրը, ով հանգարց ուրիշ ձևի բան արեց, անպայման պետք է տեղեկացնենք բնակիչներին։ Այսինքն, եթե ընդդիմություն է ու ընդդիմությունը չի միանում այդ սկզբունքով, շատ ձեներ հավաքողին, դա նշանակում է դիտավորյալ են անում։ Մի քանի ընդդիմադիրներ միավորվեն եւ առաջարկեն ձեզ միանալ իրենց, դուք կմիանաք։ Ուրեմն, եթե մի քանի ընդդիմադիրներ իրար միանան, հասկանալի ու առաջարկեն ինձ, ու իմ ձայները իրենցից շատ լինի, ես միայն կծիծաղեմ այդ ժամանակ։ Եթե մի քանիսի ձայները հավաքվում են, ու իմ ձայների չափ չի լինում, հետո ինձ ասում են, գիտեք ինչ կա, դուք պետք է մեզ միանաք, այդ բոլորի ծիծաղը կգա։ Այդ ժամանակ գյումրեցի կսե էպած հավի խնդալը կուկա։
Իսկ ասում են դուք խոցելի թիկնածու եք, պարոն Ղուկասյան։ Ես քեզ չեմ Ինչի պատասխանում։ ասում են, ՀՊ-ն ասում է, որ մնալի Մի րոպե սպասեք, տղա ջան։ Հետո մի քիչ տարական քաղաքավարություն ունեցեք, ու հետո բանկա այսքան մարդը թողել եք, մենակ դու ղժում եք։ Սպասի մի հատ, հա։ 3 անգամ ասեցի։ 3 անգամ ասեցի, թող մնաց ազդել ասեն։ Այսինքն միակ սցենարը այն է, որ եթե ընդդիմադիր տեխնատուներից որևէ մեկը ձեզանից շատ է ձայն հավաքում, այդ ժամանակ նոր դուք ձեր ձայները կտակեք։ Մնացած բոլոր պարագաներում դուք չեք միանալու։ Միանշանակ չեմ միանալու։ Միանշանակ։ Եթե ինձ հանգարցակի բանդարգենել, ուրեմն այնտեղից իմ ավականիները անպայման ստանձնելու են քաղաքի ղեկը եւ շարունակելու են ես էլ թեկուզ եթե բանդարգված լինեմ այնտեղից եմ աշխատելու հասկանալի է այսինքն միանալու հետ կապված ԿՊ-ին միանշանակ մտքերիցը թանեք Հայաստանի Արցախը հանձնողների հետ եթե ինձպես տղեն միանում է ուրեմն իմ արունը սուդ է հասկանալի է ասում է ինքը բացարձակ առաջատար է ով է ասում Տարեկ Մինասյանը դե կաբրեն կտեսենք մի քիչ համբերենք կտեսնենք ու ամբողջ քաղաքը դուք տեսել եք դուք ընդրա ուրեմն հանդիպումների ժամանակ դուք տեսել եք թե ով ձայն ունի ոնց ունի դուք ամեն ինչ գիտեք դե հիմա կաբրենք մի քիչ կտեսնենք դուք որ ասում եք եթե ձերը շատ լինի բայց իրենք միանան եւ քիչ լինի դուք այդ դեպքում չեք միանա բայց հանուն նրա որ ԿՊ-ն չգա իշխանության հանուն նրա Գյումրու զարգացման բայց ինչ են այդպես անում որ ասենք եթե հանգած մեկը 3-ի ձայները 1-ի ձայների չափ չի լինի ոնց կարող է այդտեղ քննարկման առարգա կլինի մենք տեղում խոսենք հիմա ես չեմ կարող Շատ լինի 3-ի ձայները 1-ի ձայները Քաղաքապետ օրինակ Մարտուն Գրիգորյանը տեղակալ կամ հակառակը Ես միանշանակ եթե իրենք հանգարցագենձանի շատ ձայներ հավաքեն ես ընդհանրապես ոչ մի տեղակալ ոչ մի բան մենք չենք պահանջելու մենք ասելու ենք գնացեք եւ ղեկավարեք մեր ավականիներն իրենց պաշտպանելու են Ես այդպես եմ առաջնորդելու Մանդատը չեք վերցնի Ես բացատրեցի այո իշխանականները վերջին օրով տարածել էին ռեստորաններից մեկում ձեր կլկլացող այդ մուղամ երկելը կլարներ Ինչի այսօրվա նա բանը վարչապետի կինն բանին ասում էր Ալիևի կնոջն ասում էր արի կլկլան մուղամ լսենք բան անենք Գյումրվա երաժշտության մասին է խոսքը ես պատրաստ եմ ես լավ ձայն ունեմ, լավ կարող եմ երգել, պարել, ուրախացնել, արտասանել, դա վատ բան է, դա շնորհք է։ Իսկ ովքեր էլ որպես լավն են, ես ինչ ասեմ դրան։ Իրոպես ասեք։ Դա ապտակել չէ, դա մեծ ու պզդիկի հարաբերություն է, սիրուն այսպես շոյում ենք, որ ֆալշ մի նվակեք Ու երկում եք առանց չեմ կարող Ֆալշ մի նվակեք, հա, այդ առանց յարիով կարող է ապրիկ, որ օրինակ դու կարող ես առանց յարի ապրես